Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից և իր ձեռքին ուներ դժոխքի փականքներն ու մեծ շղթաներ։ Ոմանք թյուրիմացաբար կարծեցին, թե նեռի կործանումից հետո հրեշտակն այս սատանային կապած պիտի պահի 1000 տարի և ապա արձակի ազգերին մոլորեցնելու համար, որից հետո էլ կնետի այն լիճը, ուր գազաներ և սուտ մարգարեն, ինչպես նշվում է ստորև։ Մտքի այս ընթացքին հետևեց Սուրբ Հովհաննեսի աշակերտ Պապիասն, ինչպես նաև Քերինթոսը և Որոգինեսը, որոնք կոչվեցին հազարամյաններ։ Այս կարծիքը ինչ-որ առումով ընդունելի է ոմանց համար, քանզի նեռից հետո հրեաները դարձի են գալու և երկար տարիներ պետք կլինի, որպեսզի նրանց սերունդը զորանա հավատի մեջ և արդարանա։ Այս պատճառով էլ ոմանք ասում են, թե Աստված հրեաների համար փոքր-ինչ ուշացնում է դատաստանը, բայց ընդհանրական եկեղեցու հայրերի մեկնությամբ հրեշտակն այս Քրիստոսն է կամ էլ դժոխքի վրա իշխանություն ունեցող հրեշտակներից մեկը, որ խաչելության օրը Քրիստոսի հրամանով կապեց սատանային, քանի որ Քրիստոս մենակ չիջավ դժոխք, այլ հրեշտակների հետ և հրամայեց այնտեղ կապել վիշապին։ Այդպես էլ Հոբը նրա հրամանով սպանեց ապստամբ վիշապին։ Շղթան Քրիստոսի հրամանն է, իսկ կնիքը արքայական կամքը, որի ներքո էլ սատանան արգելափակվեց անդնդի մեջ, մինչև կլրանա 1000 տարին։ Հազարամյակին վերաբերվող Որոգինեսի կարծիքից հետո մեր մյուս վարդապետները հազարամյակը ընկալում են ուղղակի թվաբանորեն, ասելով Քրիստոսի գալուստից 1000 տարի հետո սատանան պիտի արձակվի։ Սակայն այս կարծիքներից և ոչ մեկն էլ ճշմարիտ չէ։ Իրականում հազարամյակը պետք է հասկանալ խորհրդաբանական ըմբռնումով, այսինքն Քրիստոսից մինչև նեռը ընկած ամբողջ ժամանակահատվածը, քանի որ 1000-ը քառակողմ է և խորհրդանիշը ամբողջի։ Այսպես, 1000 տարին Տիրոջ աչքում երեկվա օրվա պես է, որ անցավ։ Խոսքը վերաբերում է աշխարհի տևողությանը ի սկզբանե մինչև վախճանը։ Իսկ ասելով այնուհետև պետք է, որ նա արձակվի մի փոքր ժամանակով, նկատի ունի նեռի ժամանակահատվածը, որ տևելու է 3,5 տարի։